Բլից վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ ստի դետեկտորով։ Պարոն Փաշինյան, եթե դեմ չեք, այսօրվա մեր հարցազրույցի ընթացքում մենք նաև ստի դետեկտոր կօգտագործենք։ Իհարկե դեմ չեմ, ես երբ եմ հարցազրույցի ժամանակ սուտ բան ասել։ Լավ, եկեք սկսենք ձեր մոսկովյան այցից։ Տեղի այերից մեկը ձեզ խնդրեց լուսանկարվել իր որդու հետ, որպեսզի հետագայում նա իմանա, թե ով է հանձնել Արցախը։ Այդ տեսնում եք, որ ես իսկապես աննախադեպ հաջողություններ եմ արձանագրել։ Բա ինչու մինչև հիմա որևէ մեկը այդ նպատակով չէր լուսանկարվում։ Հայաստանի որևէ առաջնորդի հետ։ Հյուրանոցի սրահում ձեզ նաև դավաճան անվանեցին։ Ոչինչ, նրա հետևից դեռ կգնան, ոչ թե մեր Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամանակին անձամբ էր հայտարարել, որ ես դավաճան չեմ, հետևաբար այդ ասողը դեմ է գնում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Պարոն Փաշինյան, ինչ հարցեր եք քննարկել Պուտինի հետ։ Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Էդ ինչի՞ է սարքը ցխծվում, չեն կարա անջատենք։ Լավ, եթե չեն կարա, եկեք այդ թեման մի կողմ թողնենք։ Ես ասացի նաև, որ շատ լավ հասկանում եմ Ռուսաստանի դերը։ Հավաստիացրեցի նաև, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Պուտինի հետ նաև աշխատանքային նախաճաշ եք ունեցել։ Ամենաշատը ինչը տպավորեց։ Իհարկե ընդգծված ջերմ վերաբերմունքը։ Լավ, ո՞նց անենք, որ այդ սարքը սուս մնա։ Ճիշտն ասած, սկզբում մի տեսակ թարս էին նայում, որ ուտելու ժամանակ շլյապած գլխիցս չէի հանել։ Հետո շատ զարմացան, որ խաշած կարտոշկան տեսնելուն պես գրպանիցս հանեցի սինդրիկ ուտելու համար նախատեսված են չինական փայտիկները։ Բայց 7-րդ բաժակից հետո մթնոլորտը փոխվեց, ու ամեն ինչ տեղն ընկավ։ Չնայած մենակ ես էի խմում։ Հա, փաստորեն, երբ որ ճիշտն եմ ասում, այդ սարքը չի ծվծվում, բա շուտ ասեիք։ Լավ, անցնենք ներքաղաքական թեմաներին։ Մինչ դուք Մոսկվայում էիք, դատարանը 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորեց։ Ես ընդհանրապես չեմ միջամտում դատարանների գործերին։ Եվ ընդհանրապես ես եկեղեցի էի մտել միայն պատարագին մասնակցելու համար ու որևէ այլ ծրագիր չունեի։ Ասացի այդ սարքի ձենը կտրեք, ինչքան հիբրիդային սարքավորումներ կան օգտագործում եք մեր ինքնիշխանության դեմ։ Բայց ես դա թույլ չեմ տալու։ Այս ապարատը հենց հիմա կզգա պետության համը։ Չակուչս բերեք։ Պարոն Փաշինյան, զգույշ, հոսանքին միացած է։ Նայեք հոսանքը չխփի, թե չէ Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ կորուստ կունենա։